Այսօր զրուցում ենք նոր ուժ ռեֆորմիստական կուսակցության անդամ Արամ Թորոսյանի հետ շնորհակալություն հրավերը ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ բարոյ։ Պարոն Թորոսյան, մի քանի օրից ընտրություն է, ընդհանուր առմամբ գոհ եք ընթացքից Քարոզարշավի։ Քարոզարշավի ընթացքից մեր մասով գոհ ենք, բայց ակտիվ չեք ընդհանուր բավական ակտիվ ենք։ Միգուցե, չգիտեմ, չեք նկատել, բայց բավական մեծ ակտիվություն կա եւ մեծ լսարան կա ու գնալով ավելանում է եւ նաեւ զանգեր ենք ստանում եւ մարդկանց աջակցություն ենք ստանում եւ մարդկանց ռեակցիաները, հա, երբ որ մենք Քարոզարշավի ենք մասնակցում, ուրեմն թե Երևանում, թե մարզերում բավական ջերմ է, հատկապես ջերմ է կամերայից, երբ որ կամերաները անջատվում են, բայց Քարոզարշավի նյարդային ֆոնը, այսպես ասած, չհավասարակշռված ֆոնը, որ sense բսկտոց կա, այդ ամբողջը ճիշտն ասած մի քիչ տխուր տպավորություն է թողնում, հատկապես իշխանությունը, որ այսօր հենց այսօր իշխանության ղեկավարը վարչապետը խոսում էր հավասարակշռվածության մասին, թե արտաքին քաղաքականություն, թե տնտեսությունում, բայց չի կարելի խոսել հավասարակշռվածության մասին, երբ որ դու ինքնուրույն քաղաքական հարցեր, միջազգային հարցերը մի կողմ էլ թողնեմ, խախտում ես հավասարակշռությունը երկրի ներսում եւ տարածում ես մի տեսակ sense բարդ իրավիճակ էլի, որտեղ բսկտոց է, ինչ որ իրար չհասկանալա, շատ սխալ բառ է, պաշար է ըստ իս քաղաքական առումով։ Այդքան մարզերում ինչպես են ընդունում ձեզ։ Բավական ջերմ, գրկախառնությամբ, շատ ուրախությամբ, դե իհարկե այստեղ շատ կարևոր է Հայկ Մարությանի հենց իր ֆիգուրը, որը որ նաև սիրված դերասան է, նախ սկսենք դրա մասին, մարդիկ նույնիսկ եթե իրեն չեն քվեարկելու ամեն դեպքում գալիս են։ Տեսեք, եթե անկեղծ ինչպես է գնահատում ձեր շանսերը եւ Հայկ Մարությանի անձնական, ասենք, վարկանիշը բավարար է, որ նոր ուժը խորհրդանան անցնի։ Ավելի քան եւ այսինքն այն վիճակագրությունը, որ գոյություն ունի, հետևում եք։ Եկեք մի հատ այդ վիճակագրությանը, եթե մենք խոսենք վիճակագրությանից, նախ սկսեմ նրանից, որ այո, միանշանակ դրական են գնահատում շանսերը ոչ միայն անցնելու, այլ բավական էլի այտենց ավել ձայն հավաքելու, որտեղ Հայկ Մարությանը ոչ միայն սիրված դերասան է, պրոդյուսեր է, այլ նաև ինքը ունի ցույց տված իր սկզբունքայնությունը եւ իր հետեւողականությունը որպես քաղաքապետ, նաև կարևորագույն պաշտոն զբաղեցնելու դեպքում եւ եթե ուշադրություն դարձնեն մարդիկ իր նույն էջում կամ մեր կողմից տարածվող սոցիալական ուրեմն հարթակներում եւ ոչ միայն նաև հեռուստատեսությունում այդ նյութերին պարզ է դառնում ինչի համար ոնց եղավ, ինչ եղավ եւ ինչու իրեն հեռացրեցին հենց իր սկզբունքայնության համար։ Տեսեք, Հայկ Մարությանը ըստ էության հավանում են մարդիկ նախ որպես դերասան, բայց Հայկ Մարությանին տեսան նաև որպես քաղաքական գործիչ, հատկապես իշխանության հետ աշխատանքի մեջ, երբ ինքը 3 տարի եղել է ոչ միայն ուղղակի կուսակցության անդամ, ԿՊ-ի անդամ, այլ եղել է գլխավոր դեմքերից մեկը, նաև քարոզիչներից մեկը։ Ինչու հիմա ընտրողը պետք է հավատա ձեզ, ձեր կուսակցությանը, երբ այդ իշխող կուսակցությունից Հայկ Մարությանին ուղղակի հեռացրել են անվստահության հիմնավորմամբ։ Ինչի համար են հեռացրել։ Դուք տեղյակ եք։ Հեռացրել են հենց իր սկզբունքները, այսինքն իր ասելով, ինչի համար ենք մենք պայքարել հեղափոխության սկզբունքների համար, սկզբունքները պահպանելու համար։ Եթե մենք նայենք հենց երեկա դրված իր էջում էլ իր վերջին ելույթը, այսինքն երբ որ իրեն հեռացրեցին քաղաքապետի պաշտոնից, այնտեղ մի ելույթի մի մասը, մոտավորապես 5-6 րոպեանոց ելույթը դրված է եւ շատ հստակ բացատրում է, որտեղ սկսեցին գալ զանգեր, որտեղ սկսեցին գալ ինչ որ, այսինքն որոշ օրենքից դուրս որոշ վերապահումներ անելու համար, այս անելու համար, մեկին հեռացնելու համար, որտեղ Facebook-ում այսինչ ստատուսն է գրա, այսինչ մարդուն լայք է արել։ Այդ ամբողջը կուտակվել է իր դեմ, ես այդ ուղղակի ավարտեմ, սկզբունքներ կային, չէ՞, ինչի համար ենք մենք պայքարում։ Մենք պայքարում ենք զուտ Սերժ Սարգսյանի դեմ, թե մենք պայքարում ենք այնպես նրա համար, որ մեր պետությունը գնա զարգացման ուղիով եւ գնա ինչը մենք անվանում ենք կամ ինչի կրողն ենք մենք եվրոպական մոդելի հազարգացած պետություն ստեղծելու կամ զարգացնելու ուղիով։ Այդ սկզբունքները մենք առ այսօր պահպանում ենք եւ ժամանակին հենց Հայկ Մարությանին դրա համար քաղաքապետի աթոռից հեռացրեցին, ընդհուպ իդեպ ասեմ շատ վատ
Նաև հիմնավորումներով եւ շատ վատ ենթատեքստ կար այդ ամեն ինչին, որտեղ վախենում էին, որ շատ հարցեր, նույն ավտոբուսների հարցը, նույն այդ համակարգային լուծումները, երբ որ ինքը տվեց այդ ԵԱՍՄ հիմնարկը ստեղծվեց, կանաչապատման հիմնարկը ստեղծվեց, այդ ամեն ինչը իրեն կվերագրվի, հասկանալով, որ ինքը հերվանում է իրենցից, այդ կապը չի պահվում, այսպես ասած թիմային խաղի կանոնները չի ընդունում, այլ գնում է սկզբունքի հետևից, իրեն հեռացրեցին, բայց միևնույն ժամանակ ուզում էին այնպես անեն, որ իր հետքը չմնար, բայց մնաց։ Նույն քաղաքային իշխանությունները Հայկ Մարությանի ժամանակից հետո ժառանգել են այդ ամբողջ համակարգը, առ այսօր այդ համակարգն է աշխատում, իր ստեղծած, հա, եռապատիկ ավելի մեծ ուրեմն բյուջեով են աշխատում, բայց մենք չենք կարող ասել, որ ավելի էֆեկտիվ են աշխատում, քան Հայկ Մարությանի օրոք, որ երբ որ 3 անգամ ավելի պակաս էր բյուջեն։ Հայկ Մարությանի օրոք ստեղծվեց կառուցապատման բում, սկսվեց կառուցապատման բում, որը մինչև այսօր շարունակվում է եւ այդ կառուցապատումը մի տեսակ խնդիր է դարձել երևանցիների համար։ Փոշու հետ կապված, խցանումների հետ կապված, այսինքն տակից դեռ չեն կարողանում դուրս գալ։ Հիմա դուք նաև ունեք ձեր ծրագրում այդ մասով կետեր, որոնց մասին կխոսենք ընթացքում կխոսենք։ Այս պահին ինձ հետաքրքրում է քաղաքագիտության մեջ սոցիալ-դեմոկրատիան ասոցացվում է լիբերալ, կոսմոպոլիտ եւ պրոգրեսիվ գաղափարների հետ։ Բայց նաև դուք ձեր ծրագրում խոսում եք ազգային արժեքների մասին եւ կարեւորության մասին դրանց, որը ավելի շատ յուրահատուկ է ավելի պահպանողական ուժերին։ Ինչպես եք համադրում սրանք։ Պետությունը պետք է ունենա ներգրավվածություն սոցիալական կարևորագույն հարցերը շտկելու կամ այդ հարցերով զբաղվելու հարցում եւ նաև ունենա ներգրավվածություն այսպես ասեմ բնական մոնոպոլիաների աշխատանքի մեջ, հա, որոր մենեջմենտի մեջ ու միգուցե անպայման չի պետությունը դա վարի, բայց պետությունը պետք է ունենա նաև դիրքորոշում կայացնելու հնարավորություն այդ ամենու մասնաբաժին եւ դա է հարցը եւ պետությունը չի կարող զուտ սպասել, օրինակ մենք հենց երեք էինք մտածում, օրինակ Սևանի հերրակաղափին շատ մեծ հողեր կան, գյուղի բնակչությունը շատ իջնում նվազում է, ասենք Ջիլ, Ծափաթաղ, Դարանակ, այդ գյուղերի հատվածում մենք շատ մինչդեռ այդ կողմից մենք ունենք վտանգներ, բայց այդտեղ ունենք շատ ազատ հողեր եւ դա հավատացնում եմ ձեզ դրախտ վայր է, որպեսզի զարգանա туриզմ, ինֆրակառուցվածքներ եւ նաեւ ոչ միայն туриզմ, այլ նաեւ Դուք արդեն խոսում եք կառուցապատումից, բայց չէ, կառուցապատումից չեմ խոսում, սա ծրագրի զարգացում, այսինքն պետությունը պետք է պայմաններ ստեղծի, օրինակ, ստեղծի մի հետաքրքիր պայմաններ ինֆրակառուցվածքի բերման եւ հնարավորություն տա մարդկանց, որ գնան այնտեղ սկսեն այնտեղ զարգացնել եւ բնակեցվի այդ հայրը, այսինքն սոցիալ-դեմոկրատական այդ ուղղվածությունը հենց դա է, որ դու աջակցում ես պրոգրեսիվ գաղափարախոսության մասին է, կոսմոպոլիտեն, իսկ պահպանողական հայացքներով մարդիկ սովորաբար հակված են ավելի ազգային արժեքների գաղափարախոսությանը։ Մի տեսակ հակադրություն չկա։ Հակադրություն չկա, չէ, ես չեմ տեսնում, որտեվ ազգային արժեքների պահպանությունը եւ սոցիալ-դեմոկրատական մասը, այսինքն եթե հիմա սոցիալ-դեմոկրատականը Նորվեգիան ընդ ազգային արժեքներ չկան, իհարկե կան, սա մի քիչ տարբեր, այսինքն սա տնտեսական զարգացման մոդելի եւ ազգային գաղափարախոսության համադրության տարբերության մասին խոսքը չէ, ես կարծում եմ, որ այդտեղ մեծ խնդիր չկա եւ կարելի է այդ ամեն ինչը համադրել։ Շատ լավ։ Ձեր նախընտրական ծրագրում որպես արտաքին քաղաքական գերակայություն հռչակում է երկրի եվրոպականացումը եւ Եվրամիության անդամակցության բանակցությունները։ Եվ նշում, որ եվրոպականացումը չի խաթարի հարաբերությունները հարևանների եւ ռեգիոնալ տերությունների հետ, մասնավորապես Իրանի եւ Ռուսաստանի։ Այո, հենց դրա օրինակ, եվրոպականացում ինչ է Իրանից ներկայացնում։ Նախ եւ առաջ դա ուրեմն արդարացան այդ համակարգի ստեղծում եւ խորացումն է, հա։ Դա այն է, երբ որ պետություն օրինակ չի խառնում եկեղեցու աշխատանք գործերի մեջ, դա էլ է շատ կարեւոր։ Դա ուրեմն արդար ընտրությունների անպայման կայացումն է եւ որևիցե կերպ չօգտագործումն է ընտրությունների ընթացքում, ինչը մենք հիմա ցավոք սրտի տեսնում ենք ուժային կառույցների եւ նաեւ ադմինիստրատիվ ռեսուրսի, ռեսուրսը դա
խնդիր է, երբ որ դու օգտագործում ես։ Երբեք օրինակ եղել են ընտրություններ Հայկ Մարության, երբ որ քաղաքապետը չի եղել հրաման քաղաքապետանից, որ դպրոցի տնօրենները կամ չգիտեմ դասատուները պետքա գնան։ Մինչդեռ մենք տեսնում ենք, որ նման դեպքեր են լինում, շատ տխուր դեպքեր են լինում հատկապես մարզերում, երբ որ երեխաներին կիրակի են տանում վարչապետին դիմավորելու համար եւ ինչ եղել է նաեւ նախկինում, ինչ խոսք եւ տխուր դեպք ենք տեսնում, երբ որ Թալինի քաղաքապետը գնում է հաթաթա է տալիս, ասենք քաղաքացիներին, որ պետք է գնաք ես ընտրեք, այն ընտրեք, ես մարդուն ընտրեք, այն ուժին ընտրեք, այլապես ուրեմն կգնաք Ռուսաստանում ապրելու։ Այսինքն մեր համար անհասկանալի է դա։ Մենք դրա համար չենք արել։ Իշխանափոխություն չի եղել, այլ գաղափարի համար հիմա եվրոպականացումը եւ ռուսական քաղաքականությունը, ԵԱՏՄ-ն եւ Իրանի հետ հարաբերությունները ինչպես է տեղավորվում, ինչպես են որպեսզի դու որևիցե մի օր շանս ունենաս խոսելու Եվրոպական միության անդամ դառնալու համար, ինչից մենք շատ հեռու ենք, դու պետքա ձգտես դրան։ Մենք այսօր չենք արտահանում Եվրոպա որևիցե ապրանքատեսակ, բացի, չգիտեմ, օրինակ ամենամեծ արտահանումը դա պղնձի եւ մոլիբդենի խտանյութն է։ Մենք նույնիսկ այդ խտանյութը չենք դարձնում մաքուր պղինձ եւ մոլիբդեն եւ դա։ Այստեղ խնդիրը շահերի բախում կա։ Չէ, շահերի բախում չկա։ Դու երկիրը կներեք, ես ավարտեմ։ Երկիրը ներսից պետքա զարգացնես այդ ամեն ինչը եւ քո արդարադատության համակարգը եւ կոնտրական համակարգը եւ քաղաքական պատասխանատվությունը որպես տրադիցիա դրվի ներքին գոնե ուրեմն հարաբերություններում քաղաքական, որտեղ դուք չեք կարող չէ պատկերացնել, որ եվրոպական զարգացած պետության մեջ ուրեմն ծրագրով հանդես եկող քաղաքական ուժը, եթե ծրագիրը չի իրականացնում կամ սուտ է ասում, հետո քաղաքական գործիչ մի բան ասում է, հետո դրա հակառակն է ասում ու ինքը հրաժարական չտա։ Այսինքն այդ կարևորագույն ինստիտուտների կայացումը, այդ կարևորագույն արժեքների կայացումը, երբ որ դու կստանաս ու նաև քո տնտեսությունը եւ քո արտադրական տնտեսական առումով քո արտադրական ուրեմն հնարավորությունների ստանդարտները կբարձրացնես դրան, նոր դու կկարողանաս ինչ որ մի բան հայտ ներկայացնել ու եթե նույնիսկ Եվրոմիությունը չցանկանա, Հայաստանը այդ դեպքում էլ տեսնի Եվրոմիության հրավեր չլինի, օրինակ կարա չլինի, չտեսնի եվրոպական ընտանիքի կազմում օֆիցիալ, դու ամեն դեպքում որպես պետություն զարգանում ես ներքուստ եւ դա արվում է տարիների ընթացքում եւ հետեւողական աշխատանքի ընթացքում։ Շարունակենք խոսել ձեր նախընտրական ծրագրերից։ Դուք առաջարկում եք կտրուկ ավելացնել բազմազավակների արտոնությունները երրորդ երեխայի համար 5 միլիոն դրամ միանվագ նպաստ, հիպոթեկի 5% արտոնություն եւ այլն։ Որտեղից են գեներացվելու այդ միջոցները, մի տեսակ պոպուլիստական չէ, այս պոպուլիստական չէ, եթե դու ճիշտ ծախսային ծախսերը ճիշտ ես կառավարում։ Փորձեք հիմնավորել, հա։ Այո, ես հիմա ասեմ ձեզ, օրինակ, եթե մենք ծախսերը ճիշտ են կառավարում այն իմաստով, որ ես դες քաղաքային օրինակ բերեմ, բայց միանշանակ ամբողջ երկրով տենց օրինակներ շատ կարանք բերենք, հա, երբ որ ասենք նույն փողոցը երկու անգամ 2 տարի իրար վրա կամ ասֆալտա պատվում, դա մեծ գումար է գնում, կամ եթե մենք մեծ միջոցառումներ են կազմակերպում, մենք կարող ենք մի քիչ ավելի ոչ այդքան մեծ միջոցառումներ կազմակերպենք, առավել եւս երբ որ այդ միջոցառումները կազմակերպվում են ինչ-որ մեկին արտոնու, այսպես ասեմ, առանց տենդերների, հա, այսինքն դու ֆինանսները, որ գալիս է պետությանը, եթե դու ուղում ես ավելի գրագետ եւ շռայլություններ թույլ չես տալի, ինչ օրինակ իշխող կուսակցության որոշ ներկայացուցիչներ իրենց թույլ են տալի եւ մեքենաների առումով եւ բանի առումով, հիշում եք, չէ՞, հայտնի խոսքը падավետապետություն է, դեռ միջև հեղափոխություն հիմա ավելի մեծ падավետապետություն է, ես ասեմ։ Եվ եթե դու ճիշտ ես մոտենում այդ հարցերին, ծախսերին, խնդիրը ոչ թե միայն գումարը բերելն է, այլ նաև գումարը հեսա ասեմ։ Վերացական հաշվարկ է սա, ռեալ տնտեսական հաշվարկ գոյություն ունի։ Եթե կարող եք ռեալ տնտեսական հաշվարկ ներկայացնել, ռեալ տնտեսական հաշվարկները այն է, որ մենք առնվազն այսօրվա պետական ծախսերի եւ ապարատի ծախսերի եւ ոչ միայն նախ կարող ենք կրճատել շատ կտրուկ, ես դες հիմա կոնկրետ թվերով չեմ կարողանա ասել, բայց դա այդ մոտեցումն է, որը պրոֆեսիոնալ կազմի դեպքում շատ հնարավոր է հասնել եւ արդեն թվերով նախապես հաստատել եւ հետեւողական իրականացնել, ոչ թե հաստատել, խոսել ու լրիվ հակառակ անել։ Մենք այն ուժն ենք, որը եթե մի բան ասելու ենք, դա էլ անելու ենք։ Բնակֆոնդի թարմացման ձեր ծրագիրը բավականին հավակնոտ է, վթարային շենքերի փոխարեն նոր բարձրահարկ շենքեր նույն տեղում։ Ինչպես եք պատրաստում ներգրավել կառուցապատողներին, հիմա խոսում ենք կառուցապատման արդեն խնդիրների մասին, որոնք ես խոսեմ դրա մասին, այո, նախ կոնկրետ ուրեմն բնակֆոնդի թարմացման հետ կապված Հայկ Մարության երբ որ քաղաքապետը ուներ սենց ծրագիր, որով որ դիմել է
կառավարության ղեկավարին, հետեւյալ ծրագիրը այսպես է։ Մենք գիտենք օրինակ Արզումանյան փողոց, չէ, եթե չեմ սխալվում, ուրեմն կան վթարային շենքեր։ Ну, Չիրոմուշկայում կան վթարային շենքեր, ասեմ, միտքը սա է։ Վերցնել մի գումար ստանալ կառավարությունից, ասենք 2 միլիարդ, կառուցել նոր շենք, կառուցապատողը կառուցի, բայց առաջի շենքի գումարը փոխանցի կառավարությունը, Լավ։ որպես սկիզբ։ Շենքը կառուցվեց, կողքի վթարային շենքի բնակիչները, որոնք որ ավելի քիչ են, բարձրահարկ շենք է կառուցվում, հա, ասենք թե 12 հարկան, տեղավորվում են առաջի 4-5 հարկերում, տեղափոխվեցին այնտեղ։ Այդ 7 հարկը, որ վաճառվում է, գումար ավահա լինում, որ երկրորդ շենքը կառուցես։ Երկրորդ շենքը, որ կառուցեցիր, երրորդ շենքից արդեն այդ մարդկանց տեղափոխեցիր երկրորդ կառուցվող շենք, էլի տարբերությունը վաճառեցիր, Տեսեք, հասկանալի է, բայց քաղաքը ավելի է ծանրաբեռնվում, չէ, քաղաքը, նայեք, այն ժամանակ այս ծանրաբեռնվածությունը կար իհարկե, բայց այս աստիճանի չէր։ Հիմա շատ ավելի շաշին թույլտվություններ են տալի, քան այն ժամանակ, եւ այդ ծրագիրը, որ օրինակ այն ժամանակ տանց լիներ, դա հնարավոր է վերջում ի դեպ ասեմ, որ վերջի շենքը կառուցվում, արդեն գեներացված եկամուտից այդ 2 միլիարդը հնարավոր է տալ հետ մեր բյուջե։ Շատ լավ։ Եվ ես վերադառնամ, եթե մենք հնարավորություն, եթե հնարավորություն ունենանք ազդելու այդ ամեն ինչի վրա, պետքա միանշանակ կանգնեցնել շինթույլտվություններ Երևանում տալու գործընթացը։ Դուք կողմ եք Հայաստանի տարածքում on-line խաղատների եւ բեթինգի լիակատար արգելմանը։ Սա բավականին եկամտաբեր ոլորտ է եւ խոշոր հարկատու ոլորտ է։ Բացի այդ արգելքի դեպքում ինչպես է կանխելու քաղաքացիների մուտքը միջազգային արտասահմանյան կայքեր, կազինոներ, VPN-ներով, ինչ հասկանում եք երևի։ Բնականաբար այն արգելանքը, որտեղ գումարը Հայաստանի գումարը դուրս է գնալու այլ երկիր։ Ինչպես է կանխելու։ Եթե որ Հայաստանի գումարը այստեղ բեթինգի վաճառված, այսպես ասեմ, պարտված գումարները տենց այդպես էլ մնում են Հայաստանում, դուք սխալվում եք։ Ինչ որ տոկոսներով բան է այն գումարը, որ վճարում են։ Շատ լավ, վերահսկողությունը ինչպես է կանելու։ Վերահսկողությունը որևիցե երկրում որտեղ արգելվել է, բնականաբար հոսքը շատ կտրուկ ընկնում է։ Շատ կտրուկ, դա պարզ է։ Որևիցե բան, երբ որ հստակ բանով արգելվում է, հոսքը միանշանակ դուք արգելում եք։ Մենք արգելեցինք, նախ եւ առաջ դա լուծում է շատ կարեւորագույն սոցիալական հարցեր, այսինքն մարդիկ իրենց վերջի ունեցածը չեն տանում։ Ժամանակին ինչի արգելեցին կազինոները առհասարակ։ Չէ, սկզբից տարան Երևանից դուրս, բնականաբար պակասեց հոսքը դեպի, որտեղ ամեն ազատամի դեպքում։ Հիմա ձեր ծրագրային դրույթում դուք արգելում եք։ Հիմա արգելելով նախ դա բավականին մեծ լուրջ հարկատու ոլորտ է։ Այդքան է լուրջ հարկատու ոլորտ չի, այդ գումարները, որոնք վարդիկ պարտվում են իր այդ կազինոներում, կարան դնեն այլ ու դու պետքա նաև օգնես, որ իրանք փոքր բիզնեսի զարգացման ծրագրեր անես, էլի ավելի բան, այդ մարդիկ իրենց գումարները տուն վաճառեն, ոչ թե գնան պարտված կազինոյին տան, որտեղ իրանք պարտվեցին կազինոյին, այլ գնան ներդնեն իրենց գործի մեջ ու փոխեն եւ դա ոչ միայն գումարի մասին է, դա ընտանիքների, դա մարդկային առողջության, ընտանիքների ձևավորման, ընտանիքների առողջության, հարաբերությունների առողջության, այդ ամեն սոցիալական կարևորագույն խնդիր է։ Ես զարմանում եմ, որ այդ հարցը ընդհանրապես առաջանում է մարդկանց մոտ, որ այո, պետք է արգելել։ Հիմա մեր հաղորդման ամենադինամիկ հատվածն է, ես տալիս եմ հարցեր, որոնք ենթադրում են կարճ պատասխաններ։ Եվրոպականացումը սկսվում է պետական ինստիտուտներից, թե քաղաքացու մտածողությունից։ Պետական ինստիտուտներից, որին սովորում է քաղաքացին, որով դու քաղաքացիներին մշտապես, այսպես ասես, ձևը, այսինքն ինստիտուտներից է սկսվում եւ քաղաքացին դա միշտ ընդունում է որպես իրականություն եւ ինքը փոխվում է մտածողությունը, այո։ Ով է ձեր գլխավոր քաղաքական մրցակից այս ընտրություններում, գործող իշխանությունը, ԿՊ-ն, թե նախկին համակարգը։ Երկուսն էլ մենք դեմ ենք եւ գործող իշխանության եւ նախկին համակարգի, նոր ուժեր պետք է ընտրել մեր կարգախոսում։ Շատ լավ։ 5 միլիոն դրամ նպաստ բազմազավակներին, թե անվճար մանկապարտեզներ ու զարգացման կենտրոններ։ 5 միլիոն նպաստ մազազավակներին, անվճար բանկապարտեզները կան եւ իրանք կշարունակեն լինել։ Կոալիցիա հանուն իշխանության, թե սկզբունքային ընդդիմություն առանց ծրագրային զիջումների։ Սկզբունքային ընդդիմություն։ Պարոն Թորոսյան, եթե ամփոփենք մեր զրույցը ու փորձենք ձևակերպել մեկ նախադասությամբ որն է նոր ուժ ռեֆորմիստական կուսակցության գլխավոր առաքելությունը եւ ինչու հենց ձեզ պետք է ընտրողը ձայն տա։ Որտեղ մենք սկզբունքային ենք եւ ստախոս չենք։ Եվ օգտվելով առիթից, եթե կարելի է, այո, երկու բառ ես ավելացնեմ,
հարգելի համակարգացիներ, շատ կարևոր է, որ գալիք ընտրություններին հնարավորինս շատ մարդ իրավունք ունեցող, քվեարկել իրավունք ունեցող մարդկանցից մասնակցեն ընտրություններին եւ արտահայտեն կամ արտահայտվեն։ Շատ կարևոր է դա։ Իհարկե մենք մեր կողմից կոչ ենք անում ընտրել համար 5-ի, որտեղ մենք կպահպանենք, մենք մեր խոսքի տերն ենք լինելու եւ չենք ստելու։ Ընտրեք ում ուզում եք, բայց անպայման մասնակցեք եւ դրանով ինչքան շատ մարդ մասնակցի հասարակության մեջ, այդ կոնսենսուսը կլինի, եթե 60-70% ընտրողների մասնակցություն լինի, ով էլ ընտրվի, ով էլ չընտրվի, բոլորը հաշտ կլինեն, եթե իհարկե մենք հույս ունենք, որ ուրեմն արդար կանցնեն ընտրությունները, ինչը վերջերս այդպես է, հույս ունենք այդ էլ կպայքարի։ Եվ հասարակությունը հաշտ կլինի հասկանալով, որ մեծամասնությունը եկել է եւ կատարել է իր ընտրությունը։ Դրա համար կոչ ենք անում անպայման մասնակցել ընտրություններին, հնարավորինս շատ մի հապաղեք մասնակցեք ընտրություններին։ Շնորհակալություն։ Ձեր շնորհակալություն մեր հարցային պատասխանելու համար։ Հաջողություն եմ մաղթում ընտրություններում։ Մենք զրուցում էինք նոր ուժ ռեֆորմիստական կուսակցության ներկայացուցիչ Արամ Թորոսյանի հետ։ Ցտեսություն։